Այսօր առավոտյան իրավապահներն առանց բացատրության դուրս են հրավիրել Արարատ թենիսի ակումբի աշխատակիցներին ու կապարակնքել դռները։ Դուրս եկեք, հենց հիմա դուք դեպքի վայրում եք, դուրս եկեք։ Այո, գործողություն են կատարում։ Ակումբի համահիմնադիր Էդուարդ Սանամյանը Ծաղկաձորում էր։ Գնացել էր մասնակցելու 18 տարվա ընդմիջումից հետո Հայաստանում մեկնարկած հեղինակավոր միջազգային մրցաշարի։ Տեղ չհասած ստիպված վերադարձել էր։ Ազատությանն ասած, ակումբը միանգամից մի քանի քրեական գործերով է անցնում։ Կապարակնքումն էլ ըստ նրա մի գործի շրջանակներում է արվում, որով իրենք քաղաքապետարանին դատի են տվել։ Սանամյանի պնդմամբ քաղաքապետարանը խախտել է վարձակալության պայմանները եւ պայմանագրով չնախատեսված հիմքերով պահանջում է տարածքի համար ավելի բարձր վճար։ Տարակուսած է, դատարանի վճիռ չկա, ինչ հիմքով են կապարակնքել։ Համ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումով անցնում է գույքը։ Իմ տեղեկություններով գերական հանրային շահ չկարողացան ճանաչել այդ պատճառով, այսինքն այս գույքը արդեն կալանքի տակ է։ Բացի դրանից նաև դատական վեճ կա վարձակալության վճարի մասով։ Այսինքն մենք գտնում ենք, որ ապօրինի կերպով, անհիմն կերպով մեր վարձակալության վճարը փորձում են թանկացնել։ Քաղաքապետարանից ազատությանը փոխանցեցին, խնդիրն իրենց չի առնչվում, քննչական կոմիտեի տիրույթում է։ Այս կառույցից էլ ողջ օրվա ընթացքում մեկ նախադասություն փոխանցեցին, քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական գործողություններ։ Հենց իրավապահների գործողության պահին ակումբում մարզվելու էին եկել Ռուսաստանից Հայաստան ժամանած երիտասարդ թենիսիստներ։ Փակում են, չգիտես ինչու, բայց մենք շատ ենք ուզում մարզվել։ Մենք ուղղակի այստեղ Եվրոպայի թենիսի մրցաշարի ենք պատրաստվում։ Մենք չգիտենք ինչ կլինի, մենք այսօր չենք խաղում, ուղղակի մարզվելու ենք եկել։ Բայց կորտեր չկան, այսօր կմնանք առանց պարապմունքի։ Մեր խաղերը 3 էին, նաև վաղն է, ու եւս 2 շաբաթ կտևի։ Ակումբի ղեկավարության խոսքով նախկինում տարեկան 8-ից 9 միլիոն դրամ վարձավճարի փոխարեն քաղաքապետարանն այժմ տարեկան մոտ 25 միլիոն դրամ է պահանջում։ Դրան գումարած շեշտակի թանկացել է գույքահարկը, աղբահանության եւ այլ վճարները։ Այսինքն ես ինչ ասեմ, մեր գործունեության սաբոտաժ։ Իմ գնահատականը դա է։ Կարող է մի քիչ հուզականություն կա խոսքերից մեջ, կարող է մի քիչ բան կա, վրդովմունք կա, բայց ինչ անենք, ես այս տարի ու կեսա 2 տարի է մենք մեր բուն գործունեությունը թողած, ախր 3 օր առաջ ենք վերջին միջազգային մրցաշարը ավարտել։ ITF-ի միջև 18 տարեկանների մրցաշար ենք անցկացնում ստեղ։ 50-ից ավելի մասնակից, 15-ից ավելի երկրների ներկայացուցիչներ։ Վերջում մենք պետք է զբաղվենք մեր տնտեսությամբ, թե պետք է զբաղվենք ինչ-որ բաներով։ Մենք պատրաստ ենք ամեն դեպքում, չենք զլանում։ Քննչական գործողություններ, իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ փորձենք աշխատել, հասկանալու համար ինչ է կատարվում։ Երևանի քաղաքապետարանը դեռ 2023-ին էր որոշել վերակառուցել Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը, քանդել այնտեղ գտնվող Արարատ թենիսի ակումբի կորտերը եւ տարածքը ճանաչել հանրային գերակա շահ։ Փոխարենը նախատեսվում է նոր կորտեր կառուցել Հաղթանակ զբոսայգում Մայր Հայաստան հուշահամալիրի հարակից տարածքում։ Ակումբը որոշումը վիճարկում է դատարանում։ Ակումբի համահիմնադրի կարծիքով գերակա շահ ճանաչելու շուրջ ձևավորված աղմուկը վերջին շրջանում հանդարտվել է, որովհետև տարածքը այլ քրեական գործով է վեճի առարկա դարձել։ Էդուարդ Սանամյանի հայրը Սամվել Սանամյանը նախկին իշխանությունների օրոք բարձր պաշտոններ է զբաղեցրել Պեկում, Պաշտպանության նախարարությունում եւ ԱԱԾ-ում։ Եղել է նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը։ 2024-ից Սանամյանն ու նրա ընտանիքի անդամներն անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Կալանք է դրվել նաեւ Օղակաձև այգում գտնվող Արարատ թենիսի ակումբի վրա։ Երևանի սրտում գտնվող այս տարածքը խեղդվում է քրեական գործերի մեջ։ Ես ինչ մոտիվներ տեսնեմ, հարցնում է Էդուարդ Սանամյանն ու պատմում։ Իսկ կողքից մեկը գալի ասում է Աննը փոխի ակումբի Արարատը փոխի, ես ինչ սարքի այդ հարցը կընկնի տեղը։ Մեկ ուրիշը գալի ասում է քաղաքականապես ինչ որտեղ միտում կա դրատակ։ Գիտեք այնքան շատ ասողներ կան։ Նամանդ 24 թվականից հետո ամեն մեկը փորձում էր քաշել իր դաշտ։ Ասել եմ ժողովուրդ ջան, հեռու մնացեք էլի։ Թողեք ես նորմալ աշխատեմ։ Բայց դե լավ, ես միտում տեսնեմ, թե չէ որպես քաղաքացի։ Եթե վարձակալության վճարի հետ կապված նման ռեպրեսիվ մեթոդ է կիրառվում, տնտեսվարողին չեն թողում տնտեսվարողն աշխատի, որպեսզի կարողանա իր հարկեր կերը կարողանա վճարի բնականon կերպով, նախապես մի հատ ապօրինիով անցնում այդ ամեն ինչը։ Ես ինչ-որ Երևանում ամեն օր շրջում եմ, նորություններին հետևում, ինչ-որ ուրիշ դեպք չեմ տեսել, գիտեք։ Կարեն Դոլուխանյանը, որ այստեղ է մարզվում մանկուց, առավոտյան է լսել կապարակնքվող դռների լուրն ու արագ տեղ հասել։ Նրա խոսքով թենիսի սիրահարներն ու մասնագետները դեռ չեն համակերպվել քաղաքապետարանի որոշման հետ։ Հիմա էլ նոր խնդիր է ծագել։ Ոչ միայն փոքր կենտրոնն ազերգվում, ամբողջ Երևանի մեծ կենտրոնը երբևիցե չի ունենալու թենիսի կորտեր։ Իստեղ հարցը առաջանում, իսկ ինչու պետք է ամբողջ Երևանի
ասենք երեխաները, բնակիչները զրկվեն այս հրաշալի ուղղակի հրաշալի հնարավորությունից, ինձ թվում է դա նաև մշակութային հարց է։ Դա մշակութային է, դա դաստիարակում է մարդուն այս թենիսի կորտերը մեր հպարտությունն է։ Վերջերս մի ամիս մրցումներ էր միջազգային։ Այդ մարդիկ ուղղակի ասում են, այս դրախտը դուք ունեք ձեր սրտում, ձեր քաղաքի սրտում։ Քրեական մի քանի գործերի կիզակետում հայտնված Արարատ թենիսի ակումբի համահիմնադրի խոսքով քաղաքային իշխանության հաշվարկներն անտրամաբանական են, քանի որ ակումբի եւ ռեստորան սրճարանների գործունեությունը նույն հարթության վրա է դիտարկվում, իսկ թե երբ կբացվեն ակումբի դռները, չգիտի։